նախ ամփոփելով այս ընթացքում տեղի ունեցած դատական նիստերը ինչ տպավորություն եք ստացել։ Նախ բազմիցս մենք հայտարարել ենք, ասել ենք, որ այն մեղադրանքները, որ Սրբազանի եւ 17 անմեղներին մեղսագրվում են, այդ մեղադրանքները որևէ մի աղերս չունեն իրականության հետ, մոնտաժված կեղծայնագրություններ, այն կարևոր դրվագներով, որով որ փորձում էին մոլորեցնել հանրությանը, ավտոբուս վառելու դրվագը, մարդկանց գյուլելու դրվագը առհասարակ չկա, գոյություն չունի։ Ես իմ հայտարարության մեջ ազգային ժողովում Սրբազանի նամակը կարդացել եմ, հստակ ուղերձները հղվել են պատկան մարմիններին, որ իրենք պետք է դրա համար պատասխան տան, որևէ մի հոդաբաշխ խոսք իշխանական տարբեր թևերից չի հնչել այս ուղղությամբ։ Հիմա իրենք միջև այդ կեղծայնագրությունները գիտեք ինչ լրատվամիջոցների միջոցով է հանրությանը ապատեղեկատվություն տարածվել։ Մենք այդքան միամիտ չենք, որ կարծենք, որ քննչական կոմիտեն կամ դատախազությունը չի իմացել այդ ձայնագրությունների իսկությունը, որովհետև ամբողջությամբ ձայնագրությունը իրենց տրամադրության տակ են եղել, բայց իշխանություններին պետք է եղել, որպեսզի դրանով փորձեն մոլորության մեջ գցեն հանրությանը։ Հիմա էլ իրենք կասուս բելի առաջ են կանգնել, որովհետև արդեն իսկ մեր հանրության տարբեր շերտերին հասանելի է դառնում այն նախնական հրեշավոր պլանը, որով որ փորձում էին այս գործը կարել սարքել, բայց հիմա տեսնում եք, որ ամեն ինչը փլուզվում է եւ այս առումով շատ կարևոր է, որ այն մարդիկ, որոնք որ գտնվում են մեկուսարաններում, այն մարդիկ, որ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, առողջական խնդիրներով, այլ խնդիրներով, այդտեղ առանձին վերցրած մարդկանց ուղղակի ճակատագրերի հետ կապված գործ ունենք եւ շատ կարեւոր է, որ այս փուլում խափանման միջոցը փոխվի եւ մարդիկ առնվազն հնարավորություն ունենան իրենց առողջական վիճակով զբաղվել։ Տեսեք, հիմա քննվում է Աղվան Արշակյանի հարցը, որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Նկատեցի Հայկ Շահնազարյանի ձեռքին Հայկ Շահնազարյանը էլ առողջական, մինչև էդ էլ առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցել։ Նաեւ առողջական խնդիրներ ունի Տիգրանը, որը էլի հիմա հիվանդանոցային պայմաններում ճիշտ է, շատ երկար տևեց այս process-ը, բայց գոնե թե այս բանին իր առողջական խնդիրները որոշակի կարգավորելու հնարավորություն ունի։ Բայց ես ուզում եմ հիշեցնել դատախազության այն վարքագիծը, այն վերաբերմունքը, որ հենց օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդուն հնարավորություն չէին տալիս, իրենք այն միջնորդությունը, որ ներկայացվում էր մարդու խափանման միջոց փոխելու եւ ի վերջո իր առողջական խնդիրներով զբաղվելու, այս մարդիկ ուղղակի անմարդկային վերաբերմունք էին դրսևորում։ Եվ կրկնում եմ, այն մեղադրանքները, որ կայս չեմ դադարելու ասել, այդ մեղադրանքները շինծու են, կեղծեն որևէ մի կապ չունեն իրականության հետ եւ պետք է իշխանությունները ներողություն խնդրեն, այս գործը շատ արագ պիտի կարճվի եւ այս մարդիկ վերադառնան ամեն մեկը իր ստանձնած պարտականությունների եւ պատասխանատվություն։ Արտուրը Սարգսյան, այսօր ազգային ժողովի падգամավորը 4 անչափահաս երեխաների հայ իր խնամքի տակ ունի տարեց ծնողներ, իմիջիալոցես ընթացքում 2 ծնողներ առողջական լուրջ խնդիրներ ունեն, սրտի հետ կապված ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց առողջական խնդիրներ ունեն եւ հայրը եւ մայրը հիմա հիվանդանոցային պայմաններում, ասինքն այս ամեն ինչը մարդկանց ինչի համար եմ ասում, որ այս ամեն ինչը մարդկանց ընտանիքների վրա ուղիղ ազդեցություն է գործում եւ որևէ մի խնդիր էլ չկա, որ ասեն իբր թե գիտեք ինչ կա, այս մարդիկ կարող են գործին խոչընդոտել, բոլոր ապացույցները կան, որևէ մի բան ոչ ավելացնելու կա, ոչ պակասեցնելու կա։ Պարոն Դանիելյան, դատական նիստերի դահլիճում ես մի քանի նիստի նկատում եմ Կանադայի հյուպատոսին, ինչ է կարծում, արդյոք նրա ներկայությունը որևէ բան կփոխի եւ հաջորդ հարցս ինչու են այս արձագանքները միջազգային ներկայացուցիչների այսքան անհամարժեք երկրում տեղի ունեցողին, որովհետեւ սա եզակի դեպք չէ, հենց օրերս էլ ունեցան կալանավորումների հերթական դրվագ, ինչը ինչպես ընդդիմությունն է նկատում քաղաքական համատեքստում պիտի դիտել։ Այո, տեսեք, ես նախ առաջին հերթին ողջունում եմ, որ հյուպատոսը ներկա է, դատական այս վերջին բոլոր դատական նիստերին ներկա լինում եւ մանրամասն ծանոթանում է գործի քննությանը եւ նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ նաեւ քրեակատարողական կենտրոն քրեակատարողական հիմնարկ այցելում Սրբազանի նաեւ տեսակցությունները հնարավորություն ունեցել է տեսակցելու Բագրատ Սրբազանին, շատ կարեւոր է, որ այս գործընթացը կա, բայց առավել քան կարեւոր է, ես նորից մեկ անգամ եւս էլի քիչ առաջ մոտեցա հյուպատոսին եւ շատ կարեւոր է, որ բացի գործին ծանոթանալուց
գործին արդեն բավարար չափով ծանոթացել են, որովհետև այս ընթացքում երկար քննվել է այս գործը, որ կոնկրետ հստակ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրել իշխանությունների վրա, որ այս կեղծ շինծու գործերը ի վերջո դադարեցվեն։ Այս առումով այդ իր այցելությունները եւ դատական նիստերին մասնակցելը ես կարեւոր եմ համարում, բայց ավելի կարեւոր եմ համարում իրենց հստակ գնահատականները։ Դուք գիտեք որ չկա, միջև հիմա չկա, դուք ճիշտ եք նշում, միջև հիմա հստակ գնահատականներ, որոշ անձանց նկատմամբ ուրեմն սանկցիաների կիրառում, որոշ մարդիկ կան, որոնք որ վերազանցել են իրենց լիազորությունները կոնկրետ գործեր կարելով, այդ մարդիկ պիտի ուրեմն այդ գնահատականները պիտի հնչեն միջազգային հանրության կողմից։ Այդ երկակի ստանդարտները ի վերջո պիտի վերացվեն եւ ոչ թե պիտի այդ նույն միջազգային հանրությունը պահի Նիկոլ Փաշինյանին, այլ ժողովրդավարությունը, որի ջատագովը միջազգային հանրությունն է, Եվրոխորհուրդը, գիտեք որ 3 ուրեմն Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Հայաստան եւ Պատիմ խմբակցությունները, երիտասարդական թևերը կոնկրետ հստակ մեսիջներ ուղղեցին միջազգային հանրությանը, որ այսպես շարունակվել չի կարելի, ամենօրյա ռեժիմով ուրեմն ձերբակալվում են, այնուհետև կալանքի են տարվում ընտրված քաղաքապետեր, Գյումրիի քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, քաղաքական դեմքեր, սրբազան հայրեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որդեկորույս ծնողներ, հերոսացին ծնողներ, անհայտության մեջ գտնվող մարդիկ եւ այս ամեն ինչը արվում է մի բանի նպատակով։ Նաեւ հետաքրքիր մի դրվագ կա քննչական կոմիտեի նաև վերջին այս դեպքերով պայմանավորված, ասում է, այս անձը ասում է, հեղինակություն է վայելում, ասում է, ծնողների շրջանում, եւ քանի որ հեղինակություն է վայելում ծնողների շրջանում եւ պարբերաբար մասնակցում է բողոքի ակցիաների, մենք նպատակահարմար չենք գտնում, որպեսզի այս անձը գտնվի ազատության մեջ։ Դուք պատկերացնում եք, ասենք, սրա աբսուրդն ու սրա, չգիտեմ, էլի արդեն ինչ աշճանի են հասել։ Կրկնում եմ, ամեն օր մենք ականատեսն ենք լինում իշխանությունների ուղղորդմամբ, սա արդեն կարող ենք փաստել, որ իշխանական падգամավորների իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող անձիկ ազգային ժողովում հայտարարությունների մակարդակով, իրենց ելույթների մակարդակով ուղղորդում են տարբեր պատկան մարմիններին, որպեսզի իրենց հաջող որոշումներ կայացվեն այն գերատեսչությունների կողմից, որով որ ազգային ժողովը այդ մարդկանց նշանակում է այս կամ այն պաշտոնը եւ դրա ճակատագիրը արդեն պարզ է։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ինչ էր ասում։ Ասում էր, ես ձեզ կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ։ Դրանից առաջ ինչ էր անում։ SMS հաղորդագրություններ ուղարկում ԲԴԽ նախագահին հորդորելով, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնի։ Դատարանները շրջափակելու դրվագը։ Այո, վարդ սրտիկներ, բայց այս ամեն ինչը կարա ցանկացած բռնապետ այդ վարդներ կարա ցույց տա, այդ սրտիկներն էլ կարա ցույց տա, բայց դրանով խնդրի էությունը չի փոխվում։ Այսինքն ինքը կարա սրտիկ ցույց տա, բայց հաջորդ պահին SMS հաղորդագրություն ուղարկի։ Այդ սրտիկ ինչ կապ ունի։ Դու ժպտալով ես անում, ծաղիկ ես դնում, չգիտեմ, քու պիջակի վրա, թե ինչ ես անում, դրանից չի փոխվում բուն էությունը այս ամեն ինչի։ Եվ հստակ է սա, որ այս մարդը նաև արդեն այս Էջմիածնում տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին եւ համապետական ընտրությունների նախաշեմին ուզում է ազատվի բոլոր այն մարդկանցից, որոնք որ կարող են դիմադրություն ցույց տան, որոնք կարող են դժգոհել, որոնք կարող են ընտրությունների ժամանակ, եթե բանը հասնի ընտրություններին, ուրեմն իրեն խանգարել եւ խանգարող մարդկանց ուղղակի մաքրում է։